Մենք վերադարձանք, ինչպես արդեն ասել էինք, այսօր մենք խոսելու ենք մարդկանց մասին, ում հերոսության, սխրանքի շնորհիվ այսօր ապրում ենք, արարում, մեծացնում ենք մեր երեխաներին։ Մեր տաղավարում է Աննա Գրիգորյանը, հերոս Անդրանիկ Մանուկյանի կինը։ Խաղաղապահ Անդրանիկը առաջիններից էր, որ պատերազմ գնաց։ Անդրանիկը զոհվել է Հադրութում հոկտեմբերի 21-ին վաղ առավոտյան 6:30-ին եւ զանգահարել, ասել են պատերազմը սկսվել է, նա դուրս է եկել տանից եւ այլևս չի վերադարձել։ Բարի առավոտ, Աննա։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Եկեք հիշենք Անդրանիկին, բայց չհիշենք պատերազմից, այլ հիշենք ձեր ամուսնուն իր առօրյան։ Ինչպիսին էր նա տանը, ընտանիքում, ընտանիքի հետ։ Նախ շնորհակալություն ինձ ձեր տաղավարում հյուրընկալելու համար, ինձ համար մեծ պատիվ է։ Մենք ենք շնորհակալ, որ դուք այսօր այստեղ եք։ Հատկապես այսօր բանակի օրվա հետ կապված, որովհետև այսօրը Անդրանիկ Մանուկյանս շատ էր սիրում եւ օգտվելով առիթից նաեւ ուզում եմ շնորհավորել մեր հայոց բանակի 34 տարելիցը եւ ուզում եմ, որ ունենանք հզոր եւ անկոտրում բանակ, որի մասին միշտ երազել են մեր այն տղաները, ովքեր իրենց ամենաթանկը տվեցին, իրենց կյանքը, որպեսզի երբեք իրենց երեխաները ոչ մի դժվար օր չունենան եւ միշտ ապրեն խաղաղ երկնքի տակ։ Երբ սկսեմ պատմել Անդրանիկից, ինձ թվում է նույնիսկ մի եթերը չի բավականեցնի, յուրահատուկ ամուսին, յուրահատուկ հայր, յուրահատուկ որդի։ Ես մինչև հիմա նույնիսկ չեմ կարողանում անցյալով խոսել, որովհետև Անդրանիկը կա, ապրում է մեր բոլորի սրտերում։ Ինչքան մենք խոսում ենք, ինչքան մենք բարձրաձայնում ենք մեր հերոսների անունը, այնքան նրանք ապրում են։ Այո։ Այ Աննա, երբ դուք ծանոթացաք նրա հետ, նա արդեն ծառայող էր։ Այո, երբ ծանոթացա Անդայիս հետ, ինչու հանդա, որովհետև ծնունդով մենք Թալինից ենք ու այնտեղ Անդրանիկին միշտ Անդա են ասել ու այդպես էլ մնացել է իր անունը, բոլորը իրեն Անդա են ասում։ Երբ մենք ծանոթացանք, արդեն 3 տարվա զինծառայող էր, հենց Արցախի Հանրապետությունում, Հադրութում, որից հետո ամուսնանալուց հետո տեղափոխվեցինք այնտեղ։ 5 տարի ապրելուց հետո գնացինք Հադրութ։ Գնացինք Հադրութ, կարելի է ասել, իր հետ ծառայություն անցկացրել ենք, որից հետո տեղափոխվեցինք Երևան ու Բարաշենի զորամասում։ Եւ այնտեղ ծառայությունից հետո 2018 թվականի դեկտեմբերին տեղափոխվեց խաղաղապահ բրիգադ, ծառայելով 2 ամիս, 7 ամիս ծառայության մեկնեցին Աղվանստան իր 120 հոգանոց ջոկատով եւ 7 ամիս հետո իր 120 հոգանոց ջոկատը ողջ առողջ իր հետ վերադարձան Հայաստան։ Իր համար մեծ պատիվ էր ծառայությունը, մեր բանակը 34 տարեկան է եւ Անդրանիկ Մանուկյանս իր տարիների լավագույն 22 տարիները նվիրել է բանակին, այո։ Դուք նշեցիք, որ ձեր ամուսինը 22 տարի ծառայում էր հայրենիքին, օգնում էր մարդկանց, այսօր կարծես թե հենց դուք եք օգնում նաև մարդկանց, այն մայրերին, այն մարդկանց, ովքեր ունեն ցավալի ծանր կորուստ։ Ինչպես դա դարձավ ձեր կոչը։ Կոչը։ Պատմեմ նաև ինչպես ես ծավալեցի այս գործունեությունը, ասեմ, որ հենց այս սկիզբը սկսվեց հանուն հավերժության նախագծից եւ քանի որ իմ, այսպես ասած, երկրորդ կյանքը սկսվեց Ժեստ հոգեբանական կենտրոնից, իմ ամենահոգեբան Տիկին Մերաբյանի միջոցով, ես հիմա չեմ ուզում ասել, որ Տիկին Մերաբյանը իմ ամենատնօրենն է, ամենաղեկավարն է, այլ կարող եմ նշել, որ իմ ամենահոգեբանն է։ Եվ ամենակարևորը, որ անդիցս հետո մի միտք էր, որ ես կարողանամ գիրք գրել, որ իր ամբողջ պատմությունը երբեք հանկարծ չմոռացվի, Տիկին Մերաբյանի մոտ լինելով, կարծես իմ մտքերը կարդաց եւ ասաց ուզում ես գիրք գրենք Անդրանիկի մասին, ասացի ոչ չէ, իմ երազանքն է դա
Եվ այդ օրվանից սկսվեց հանուն հավերժության նախագիծը, գրքի ստեղծումը, որը ինձ ուժ տվեց, ինձ կյանք տվեց, որպեսզի ես շարունակեմ իմ ապրելը հանուն Անդրանիկի հիշատակը պահպանելու, հանուն իմ երկու որդիների։ Եվ դրանից հետո ինչու ծավալեցի հոգեբանություն, կարող եմ ասել, որ նորից այստեղ մեծ դեր ունի Տիկին Մերաբյանը, իմ կյանքի, այսպես ասած, ամենամեծ ուսուցիչը, որի շնորհիվ սիրեցի նաև հոգեբանությունը։ Դուք հիմա զբաղվում եք հոգեբանությամբ, տենց Աննա։ Իսկ աշխատում եք ում հետ, այսինքն դեռահասների հետ։ Ահա։ Իսկ լինում են դեպքեր, որ հենց դեռահասներին պետք է պատմեք հերոսական մի պատմություն ու պատմեք հենց ձեր ամուսնու պատմությունը։ Չէ, այդպես չի եղել, բայց այնպիսի դեռահասներ, ովքեր խուսափում են բանակ մեկնելուց, իմ ամենամեծ կոչը դա է, որ ամեն մարդ ունի իր փոքրիկ բաժինը հայրենիքին մատուցելու իր ծառայությունը։ Աննա, մի փոքր խոսենք գրքի մասին, հա։ Դա հենց ձեր հեղինակային գիրքն է։ Ժեստ հոգեբանական կենտրոնի միջոցով, այո, ստեղծվեց հանուն հավերժության նախագիծը, որը ոչ միայն Անդրանիկ Մանուկյանի անունով կա գիրք, այլ բոլոր մեր հերոսների անունով, որը նաև մեծ փոփանք էր թե կանանց, թե մայրերի համար։ Այո։ Գրքերը հիմնականում պատմում են մեր հերոսների մասին, մանկությունից մինչև իրենց վերջին կատարած հերոսական մարտերը։ Աննա, ինչ եք հիշում ձեր ամուսնու հետ կապված, օրինակ մի պատմություն, մի հետաքրքիր։ Ոյ, հիշողությունները, ես կարելի ասել այդ հիշողությունների մեջ եմ ու երբեք բաց չեմ թողնում։ Իմ կյանքի լավագույն 15 տարիները ես ապրել եմ Անդրանիկ Մանուկյանիս հետ եւ հիմա էլ ամեն օր հիշելով թեկուս մի կարևոր մեր անցկացրած օրը ինձ բավական է, որպեսզի ես նորից շարունակեմ ապրել։ Կյանքով լեցուն, կյանքը շատ սիրող, նաև ասեմ, որ իրան կարելի ասել կարգախոսներ, որ ապրեք ձեր ամեն մի վայրկյանը, որովհետև վաղվա օրը չգիտենք ոնց կլինի։ Լինում էր օր, որ այդ մեկ օրվա ընթացքում ինքը մի անգամից մի 2-3 առիթի մասնակցում էր, որ ասում էի անդ ոնց ես հասցնում էլի, մի տեղը գնաս մեր չէ պետք է հասցնես, ամեն ինչից օգտվես, որովհետև կյանքը շատ կարճ է։ Շատ էր սիրում երգը, պարը ու ամեն անգամ, երբ գալիս էր շաբաթ կիրակին, Թալինը շատ էր սիրում։ Չէր համբերում այդ շաբաթ օրը, երբ է գալու, որ ինքը պետքա գնա իր ծննդավայր եւ հիշում եմ հարևանների խոսքը, որ ասում էին արդեն երբ խորովածի հոտը եւ երաժշտության ձայնը լսում ենք, գիտենք, որ Անդան Թալինում է։ Դուք այժմ հոգեբան եք, աշխատում եք դեռահասների հետ, օգնում եք մարդկանց։ Որն էր այն առաջին շարժման կետը, ինչ զգացողությունից կամ զգացումից եկավ, դա պատասխանատվություն էր, սեփական անձի բուժման ճանապարհ, թե Անդրանիկի ճանապարհի շարունակելու։ Սեփական անձի բուժման ճանապարհը կարելի ասել ես նախքան իմ աշխատելն եմ անցել Տիկին Մերաբյանի հետ, այո, եւ միակ նպատակս այո օգնել բոլորին, որպեսզի կարողանան բոլոր դեռահասները մեծանան առողջ հոգեբանությամբ, որը հիմա շատ պետք է մեր հասարակության համար։ Աննա, պատմեք փոքր ձեր երեխաների մասին։ Երեխաներս մեծ տղաս Արմենը 20 տարեկան է, սովորում է արդեն 20 տարեկան, 20 տարեկան, այո, սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանում, առաջին կուրս ստոմատոլոգիա բաժնում, փոքր տղաս 16 տարեկանում է, սովորում է Երևանի 175 դպրոցում, սովորում է հենց իր հայրիկի անվանակոչված դասասենյակում։ Ինչ մեծ ուրախություն է ամեն օր գնալու տեսնել, որ այդ դասասենյակը քո հերոս հայրիկի անունով է կոչվում։ Մեծ պատիվ է եւ մեծ ոգևորություն է ինձ համար, երբ որ գնում եմ ու տեսնում եմ ինչ ուշադրությամբ են հետևում այդ դասարանին, ի շնորհիվ դասարանի ղեկավարի։
Աննա, այս կարծում եմ ձեր ամենացավալի կետն է, բայց մենք սիրում ենք մեր հերոսների մասին շատ ավելի մանրամասնություններ իմանալ, հա։ Պատմեք մի փոքր թե որտեղ էր ծառայություն, այսինքն որտեղ էր այդ պատերազմի ընթացքում ձեր ամուսինը, ինչպես ստացվեց այդ ամբողջ երևույթը, դուք ինչպես իմացաք։ Սեպտեմբերի 27-ին մեզ համար չարաբաստիկ օր առավոտյան, երբ որ լուրը լսեցինք, պատերազմի միանգամից հագնվեց ու դուրս եկավ, ասաց, որ պատերազմ է, ես պետքա գնամ։ Ամենաառաջին քայլը եղել է, որ գնացել է հենց խաղապահ զորամաս, որից հետո նոր իրանք արդեն մեկնել են։ Ոչ մի վայրկյան չեմ կասկածել, որ հետ չի գալու, որովհետև ինքը այնքան ուժեղ էր, այնքան հզոր էր, որ մի վայրկյան մտքովս չի անցել։ Նույնիսկ չեմ ասել, որ թող հետ արի, որովհետև գիտեի, որ ինքը պատվով հետ է գալու, բայց չէի պատկերացնում, որ այսպես։ Ներողություն։ Մենք նախորդ մեր հյուրից Տիկին Սիլվային տվեցինք այս հարցը, կցանկանայինք նաև ձեզնից էլ լսել։ Այսօր ինչպես եք հասկանում հերոսություն բառը։ Հերոսությունը դա այն երևի ամենասուրբ բառն է, որը երևի ոչ բոլորին է տրված։ Ամեն մեկը եթե գիտակցի այդ հերոսություն բառը, ինձ թվում է երբեք կյանքում ոչ մի վատ քայլ չի անի իր հերոսությունը, թե իր ընտանիքի հանդեպ, թե իր հայրենիքի հանդեպ, եւ ոչ թե միայն այստեղ պետք է իրենց կյանքը զոհաբերեն, որպեսզի հասկանան, որ իրենք հերոս էին, այլ ամեն մարդ կարող է այդ հերոսությունը իր մեջ ունենալ։ Իր լավ քայլով, իր լավ արած գործով։ Աննա, ո՞րն է ձեր ապրելու բանաձևը։ Ապրելու, ապրեցնելու, երեխաներին ապրեցնելու, ուշ տալու։ Երևի կարող եմ ասել ապրեմ, որ ապրեցնեմ։ Աննա, շնորհակալություն ձեզ շատ։ Այս պատմությունները այն պատմություններ են, որ պետք է իսկապես բարձրաձայնել, պետք է սրանց մասին խոսել, որովհետև ես վստահ եմ, որ դուք ձեր այս քայլով շատ ու շատ կանանց եք ոգևորում, շատ ու շատ կանանց եք մոտիվացնում շարունակել ապրել, որովհետև կար մի շրջան, հա, պատերազմից հետո, երբ ամեն մի արած քայլի համար դու կարծես այսպես մեղքի զգացողություն էիր, հա, ունենում քո մեջ, հենց առաջնահերթ ունենում էիր դա մահացածների կանանց հանդեպ, մայրերի հանդեպ, եւ թվում էր թե ամեն բան ինչ անում ես սխալ է եւ պետք չի ապրել, բայց մենք հասկացանք, որ կյանքը շարունակվում է եւ մենք պարտավոր ենք ապրել տղաների փոխարեն, պարտավոր ենք իրականացնել իրենց երազանքները եւ պարտավոր ենք խոսել, հիշել ու շնորհակալ լինել բոլորին։ Շնորհակալություն ձեզ։ Ձեր երեխաներին փոխանցեք, որ մենք շնորհակալ ենք շատ նրանց, որ նրանց հայրն այսօր հերոս է եւ այսօր մենք նստած ենք այստեղ, կարողանում ենք ապրել, շարունակել կյանքը։ Ձեզ ուժ, եռանդ։ Շնորհակալություն, որ դուք ոչ թե փակվել եք ուղակի, այլ հակառակը փորձում եք օգնել շատ ու շատ դեռահասներին։ Սա էլ մի ճյուղ է ապրելու, օգնելու եւ ինչպես դուք ասացիք, հայրենիքը սիրելը ամեն բանի մեջ է, սա էլ մի արտահայտման միջոց է։ Շնորհակալություն ձեզ։ Իսկ մենք տաղավարում էր Անդրանիկ Մանուկյանի կինը Աննա Գրիգորյանը, իսկ մենք առաջարկում ենք ձեզ դիտել Գովաստ։ Գնացինք։